պաշտոնյան, որը թոշակառուին ասում է դու քեշ չենք վճարելու, անկանխիկ գործարքների ա քարոզում, սահմանափակումներ ա դնում միջև 300,000 եւ այլն։ Այդ նույն համակարգի մաս հանդիսացող պաշտոնյան, ասենք 40 միլիոն քեշ է պահում։ Ինչի մաս։ Ժուրնալիստների մոտ, լրագրողների մոտ այդ անընդհատ ինֆորմացիայի հոսքը, որը շատ անգամ նեգատիվ է։ Հոգեբանական առողջության վրա ոնց է ազդում քո թիմի։ Այս հաղորդման միտքը սկսեց եպվել, երբ որ հասկացանք, որ ինչ-որ ծանոթ ջենզիների հետ որ խոսում ենք, օրինակ չգիտեն Հայաստանի Հանրապետության նախագահը ով է։ Ոնց մարդ հասկանա, ինչ մեդիայի ինքը հետևի ընտրություններից առաջ ոնց պաշտպանված լինի, որ չտրվի մանիպուլյացիաների, փորձի ստանա ճշգրիտ, ստուգված, հավասարակշռված ինֆորմացիա։ Շատ փոքր է Հայաստանի շուկան, որպեսզի մեդիան ամբողջական ինքնաֆինանսավորման կանոնը անցնի։ Ու դրան հակառակ շատ քաղաքական փող կա։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի հյուրն էր Infocom-ի հիմնադիր եւ խմբագիր Սևակ Մամյանը։ Սևակի հետ զրուցել ենք հայկական մեդիադաշտի մասին, թե ինչ է սպայի դրությամբ այնտեղ կատարվում, հատկապես ընտրություններից առաջ, խոսել ենք ֆինանսավորման աղբյուրների մասին, թե որտեղից են տարբեր մեդիա հարթակները ֆինանսավորում, սկսած քաղաքական ուժերից մինչև տարբեր միջազգային գրանտեր, նոր տեխնոլոգիաները ինչպես են օգտագործվում մարդկանց մոլորության կամ մեջ գցելու կամ մանիպուլացնելու համար, արհեստական բանականության մասին է խոսքը, ինչպես է փոխվում մեդիան եւ ինչպես է ստեղծվել Infocom-ը։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե անում եք, կարող եք լայքել։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects, կերտելով ապրելակերպ։ Սերակ ջան, ոնց ես։ Լավ, դու ոնց Ես ես։ էլ լավ։ Սպասում եմ արևասի։ Մի երկու օր խապս տվեց եղանակը, արև եկա ու էլի փչացավ ամեն ինչ։ Ոնց է գործեր այս բուրըն շրջանում։ Լավ է, բուրըն է։ Ոնց որ միշտ ընտրություններից առաջ մեդիայի համար։ Հա։ Իսկ պատմես Infocom-ը ոնց սկսեց։ Ես հիշում եմ 2018-ի այդ քաղաքական իրադարձությունների ժամանակ, հենց կիզակետի ժամանակ, չէ՞, ինքը առաջ եկավ։ Մի քիչ պատմել այդ ոնց եղավ, իդեան որտեղից եկավ, ոնց այդ 18 թվականին օգնեց կամ չօգնեց։ Իդեան մեդիա ստեղծելու իդեա չկար որպես այդպեսին։ Հա։ Ինքը այդ process-ներում ուղղակի մի հատ հարթակ ստեղծելու իդեաներ, որ այդ պահին ստուգված ու արագ ինֆորմացիա հանրություն կարա ստանա։ Մենակ էր։ Ես էի, կինս էր ու ընկերներից մեկը։ Հա։ Դե ես տենց ակտիվիստական անցյալ էլ ունեի, հետաքրքիր էր այդ ամեն ինչը, ու նաև մեդիայի հետ աշխատանքի որոշակի բան ունեի։ Տենց ստեղծեցինք այդ օրերի համար, Telegram-ը որպես այդպեսին համարյա Հայաստանում կարելի ասել գոյություն չուներ ու Telegram-յան ալիքով սկսեցինք։ Չէ, խիչ ուներ, ուներ, բան էին, պլան էին ծախում այդ Telegram-ը։ Դա չկար։ Դա չկար դեռ։ Չկար։ Հատուկ այդ մարդիկ կային, նույնիսկ որպես messenger օգտագործող իրան, այդ էլ նրանք, որոնք դրսի հետ ինչ-որ գործեր ունեին, բան ունեին, չաթ որպես։ Առաջին լրատվական ալիքն է եղել Telegram-ով, հայկական։ Նույնիսկ այնքան ոնց որ առաջինն էր, որ շատ ժամանակ խառնում էին, ասում էին տենց բան Infocom ենք մտել կամ Telegram-ում ենք կարդացել։ Տիպի։ Բայց ինչի որոշիք Telegram-ով։ Որովհետև թույլ կապի իրավիճակում աշխատում էր ու նաև բան կար, որ կարա այդ իրավիճակում Facebook-ը ու մյուս ցանցերը փակվեն։ Վաղ կար, որ 18-ին կարան ինտերնետի ինչ-որ աղբյուրներ փակեն, բայց Telegram-ը դուք Պլյուս ինքը թույլ ինտերնետով աշխատում էր, իսկ փողոցում երբ որ
մի 10,000 մարդ կա պիտեղում, կապը թուլանում է, բայց Telegram-ը աշխատում էր։ Բայց դա ստեղծեցիք զուտ, որ նորությունները տարածեք հեղափոխության մասին, թե Հա, այդ process-ների մասին։ process-ների մասին։ Այսինքն ավելի շատ Որովհետև աջակցող հիմնականում այդ ժամանակվա իշխանությունը մեդիամ հեգեմոն դիրք ուներ։ Հա։ Իսկ Telegram-ում չկային։ Այսինքն այդ հեգեմոնությունը նաև կոտրելու ձևեր մի հատ նենց հարթակ, որտեղ դեռ չկան, ու ոչ մեկ չկա էլ։ Բայց մի հատ ուզում եմ ճիշտ հասկանամ, այսինքն Infocom-ը դու պատկերացնում ես որպես ինքը առանձին մեդիա հարթակ կլինի, թե 18-ի process-ներին կաջակցի։ Infocom-ը ուղղակի այդ ընթացքում այդքան ոչ թե process-ներին, այլ մարդկանց, որոնք փողոցում են։ Հա։ Բայց ստացվեց, որ երբ որ այդ ամեն ինչը վերջացավ, հասկացանք, որ մի 10,000 հոգու ամենօրյա լրատվության աղբյուրն է։ Մեծ հաշվով, օրինակ ես Infocom-ի գործի մեջ, ասած ասած, ստիպված եմ մտել զուտ այդքան մարդու պատասխանատվության բանից։ Ու ես արդեն մնացի մենակ այդ ժամանակ, կինս ես իմ գործերից դուրս եկա, սկսեցի զբաղվել մենակ Infocom-ով։ Ինչ էր աշխատում, ինչ էր։ Project management էի անում։ IT։ Հա, ISA IT, կարելի է ասենց ասել։ Դուրս եկա, կինս իր գործերով շարունակեց։ Դուրս եկա տանկերակրող մնաց կինը։ Հա, մոտավորապես տենց համարյա մի տարի տենց բեռը իր վրա էր, որովհետև Infocom-ը այդ ժամանակ բան չուներ։ Եկամուտ չուներ որպես այդպեսին։ Հա։ Գրանտեր դեռ չկար։ Դեռ չկար գրանտեր, գովազդներ չկար, շատ քիչ էր։ Բայց մի տարի հետո աշճանաբար բայց ԿՊ-ի հետ աֆիլիացիա չեք ունեցել։ Չենք ունեցել, չէ։ Նո աֆիլիացիան այն առումով, որ ես միշտ ոնց որ քանի որ process-ների մեջ եղել եմ 2012 թվականից։ Չգիտեմ, էլեկտրիկ Երևան։ Էլեկտրիկին ստեղ չեմ եղել, ծառայության մեջ եմ եղել, բայց միջև էլեկտրիկ 12-ից միջև էլեկտրիկ այդ շրջանում եղել եմ ու ոնց որ այդ շրջանակում ծանոթներ, ընկերներ եղել են։ Հա։ Շատեր են այն ժամանակ նույնիսկ բան էին անում, որ ԿՊ-ի բանն է էլի։ Հա, ես ինչ եմ հասնում, որտեղ տենց խուսակցություն կա, որ Infocom-ը ստեղծվել է, որ այդ process-ներին աջակցում ինքը ԿՊ-ի ոնց որ լրատվականն է։ Նույնիսկ հիմա մարդիկ, որոնք այդ ակտիվ շրջանում ինչ որ բանի հետևել են ու տենց հետո փակել են, ոչ մի բան չեն կարդում բան, միջև հիմա տենց մեկը կարող է հայտնվի, ասի, դու ԿՊ-ինը չէի, բայց այդ ընթացքում տենց ԿՊ-ի բանի վերաբերել հետաքննություն, չգիտեմ ինչ։ Ակվա բիզնես ակումբը բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս ակումբի անդամ ընկերություններին ընդլայնել իրենց գործարարական կապերը, մասնակցել բիզնեսին առնչվող թեմատիկ քննարկումներին եւ միջոցառումներին, ստանալ հատուկ առաջարկներ իրենց բիզնեսի կարիքների համար։ Ակումբի անդամները հնարավորություն ունեն տեղեկանալ տարբեր ոլորտների տեղական եւ միջազգային փորձից, զարգացման տենդենսներից, քննարկել իրենց ոլորտին առնչվող ամենաարդի խնդիրները համապատասխան կառույցների ներկայացուցիչների, միջազգային եւ տեղական խոսնակների հետ, ինչպես նաեւ ստեղծել նոր համագործակցություններ։ Ակվա բիզնես ակումբի անդամ կարող են դառնալ Ակվա բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից, տարեկան 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն եւ 6 ամսվա գործունեություն։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել բանկի sme.agba.am կայքում եւ լրացնել անդամակցության հայտը։ Բանը դուք եք, չէ՞ Արեն, քաղաքապետի ընտրության ժամանակ նվիրատվությունների չարաշահումները։ Այդ են կարել ու այդ տենց շարունակական թեմա է, այս մի քան 2 շաբաթ առաջ էլի նվիրատվությունների հետ կապված հոդվածա դուրս եկել։ Այս դեպքում արդեն տենց մաքսային արտոնություններ ստացողները ոնց են նվիրատվություններ անում քաղաքացիական պայմանագրին կամ իմ քայլի հիմնադրամին։ Հա։ Հետո մի տարի մենակ այդ ամեն ինչը պահում էր։ Հա։ Որ կետից սկսեցիր թիմ հավաքես։ Մոտ մի տարի հետո էլի 10 ամիս հետո սկսեցինք արդեն
թիմ հավաքել։ Երբ որ արդեն չգիտեմ գովազդային բյուջե կար ու Գովազդային բյուջե կար, դրամաշնորհներ սկսեցինք ունենալ։ Ոտենց սկզբից ես էի, հա ինչ-որ տեղ էր քաղաք նստած։ բան կաֆեներ են MacBook-ով Հա, մարկանցից էր։ հետո դից քայլող ինչ-որ մեդիա էր։ Հետո տենց մի 4 Դուք հոգանոց օրինակ թիմ չեք էինք։ գնում բան փողոցում օրինակ մրգավաճառին հարցնում իրանք ինչ կարծիք ունեն Իրանի բանը ատոմային ստրատեգիայի մասին։ Չէ, տենց սուպեր փորձագիտական կարծիքներ։ Ասեմ ավելին, չենք գնում նույնիսկ շատ տարածված այդ սուպեր փորձագետների հետ չենք խոսում։ Սկզբունքորեն չենք խոսում։ Սենց ասեմ, մարդ եթե երկու թեմայից փորձագիտական կարծիքը հայտնում, տարբերակ չկա, որ մեր մոտ ինչ որ ձևով հայտնվի։ Հասկացա։ Հայտի փորձագետները ձեր մոտ չկան էլի։ Իսկ դրամաշնորհները ո՞նց աշխատում։ Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Չինաստանից։ Չէ, այդ առումով Ռուսաստանն ու Չինաստանը տենց գործիքակազմ չունեն, կամ առնվազն թափանցիկ գործիքակազմ չունեն, ազդեցություն ունեն, դրամական հոսքեր բնականաբար իրանց ազդեցության համար ունենում են, բայց մենք չենք տենա երբեք դա։ Հա։ Եվրոպական ու ամերիկյան հիմնադրամներ են ժողովրդավարական ուղղվածությամբ։ Իսկ այդ դրամաշնորհները որ ստանում եք, դրամաշնորհի հետ ինչ որ պարտավորվածություն կա, օրինակ ինչ որ աջենդա ունեն իրանք։ Նայ, սենց է, սովորաբար բաց քոլեր են դրանք, դրամաշնորհային մրցույթներ են, որի մեջ կա նշած իրանց առաջնահերթությունները։ Չգիտեմ, կանանց իրավունքներ։ Հա, կամ ժողովրդավարություն, հակակոռուպցիոն պայքար եւ այլն եւ այլն։ Այստեղ արդեն դու ես ընտրում ինչքանով է քո առաջնահերթությունների հետ համընկնում են ինչ առաջնահերթություններ իրենք։ Այսինքն ոչ թե ինքն է քեզ թելադրում դու ինչ ուղղությամբ գնաս, բաց ասում է ինձ հետաքրքիր է որ օրինակ կոռուպցիոն հետաքննություն լինի կամ չգիտեմ, հարային մարմինները ավելի թափանցիկ են, չգիտեմ, հազարավոր sense բան կարա լինի։ Ու դու էլ նայում ես, եթե քո առաջնահերթություններն էլ այդ դիմում ես։ Չի չես դիմում։ Սևակ, իսկ ոնց եք փորձում բանը պահեք, օրինակ նեյտրալ մնաք, ինչ որ կոնկրետ ուղղության վրա չշեղվեք։ Որտեւ ինչ եմ այդ հարցնում, օրինակ այսօրվա մեդիա դաշտը նայում ես, շատ մեդիաներ, ավելի շատ քաղաքական ակտիվիստ են, քան մեդիա, որտեվ հարցն հենց հատալի, որ արդեն պատկերացնում ես, որ ոնց ասեմ, նեյտրալից այդ պահող թափանցիկ ինֆորմացիա տվող մարդը տենց հարց չի տա, էլի։ Դե լավ օրից չի որ տենց է մեդիան։ Ինչի է տենց։ Փոքր շուկան է։ Այսինքն ֆինանսավորում չկա։ Հա։ Շատ փոքր է Հայաստանի շուկան, որպեսզի մեդիան ամբողջական ինքնաֆինանսավորման կանա անցնի։ Այսինքն կամ ու դրան հակառակ շատ քաղաքական փող կա։ Հա, շատ քաղաքական փող կա, մի քիչ գրանտ կա ու շատ փոքր գովազդային բյուջեներ։ Ու եթե նայես մոտավորապես տենց էլ մեդիաները բաշխված են, էլի, տենց անկախ կտորը, որոնք մի քիչ ավելի շատ են մոնետիզացիայի վրա աշխատում ու նաև դրամաշնորհներ ունեն այս հատվածն է, որ էլի այդ փոքր հատվածն է ու տարբեր բևեռների սպասարկող մեդիաներ։ Բայց շուկայի խնդիր է, մի քիչ ավելի մեծ շուկայի դեպքում իմ կարծիքն է ավելի լավ վիճակ հնարավոր առնվազն անկախ կտորը մի քիչ ավելի մեծ կլներ։ Դե մեծ շուկաները մեկ աֆիլիացիա ունեն։ Չգիտեմ, Fox News-ը միացնում դժվար է։ Բայց ընտրություն ունեն, ինչպիսին լինեն։ Նայ, դա ուրիշ հարց էլ կա։ Քաղաքական ուղղվածություն ունեցող մեդիան խնդիր չի որպես այդպեսին։ Հա։ Խնդիր, երբ որ ինքը հայտարարում։ Իսկ գիտես, ասենք, մի քիչ ցախական մեդիա, մի քիչ աչական մեդիա, ունի միջոց գաղափարախոսություն իր մեջ, կամ չգիտեմ, քաղաքական ուժի հետ աֆիլիացված մեդիա հայտարարում է, որ
այս քաղաքական ուժի մեդիան եմ, դու էլ կարդում ես, գիտես, այս ինչ ուժի մեդիան է, քո համար հստակ է մեսիջները ինչ պրիզմայով ընկալես։ Եթե այս ամեն ինչը բաց թափանցիկ է, շատ մեծ խնդիր չի։ Բայց շատերը Նորմալ է, թափանցիկ չեն ասում, որ մենք հա, գիտեք այս ինչ ոչ ունենք։ թափանցիկությունն է խնդիրը, երբ որ հանրությունը չգիտի այս որտեղից է գալի, ինչ գալիս է, Չնայած շատ անգամ որ կարդում ես, արդեն հասկանում ես, էլի դե որտեղից ոչ պետք է բոլորը։ գա։ Հա, չնայած Այդ այդքան է հեշտ չի վերլուծելու բանը, քննադատական մտածողությունը բանը միշտ չի էլի, հանրության բոլոր շերտերի մոտ չկա։ Մի մասը հասկանում է, մի մասը չի հասկանում։ Մի մասը մենակ վերնագիրն է կարդում, չի էլ նայում մեդիան, ինչ մեդիա էր։ Ընտրություններից առաջ նոր մեդիաներ են, չէ՞, միշտ առաջ գալի ինչ որ Միշտ։ սունկ մեդիաներ, որ Դե տենց է, առաջ են գալի, ինչքան արագ առաջ են գալի, այդքան արագ փակվում են։ Ու դե կան նաև տենց հստակ ծառայության մատուցող հատվածը, որը միշտ կա, կարողանում է պահի, մի օր մի քիչ էս կողմից, մի քիչ այն կողմից։ Չնայած եթե այդ ամեն ինչը չաշխատեր, այդ մեդիաների կարիքը չէր, նշանակում է այդ մարդիկ այդ մեդիաները ոնց որ ազդեցություն ունեն։ Դե հա, ունեն դրա համար կան։ Կարողանում են հանրային կարծիք փոխել, էլի։ Այդ քաղաքական փողն էլ օդից չի գալիս, էլի։ Ինչ որ ազդեցություն, իսկեն խնդիր լուծում է որ գալիս։ Դե հա, միանշանակ, բայց այդ ամեն ինչը նշանակում է թափանցիկ չի արվում, նշանակում է տարբեր աղբյուրներով է ֆինանսավորվում, նշանակում է այդպես նաև կոռուպցիոն ռիսկեր կա, չէ՞։ Բնականաբար։ Իսկ այդ ամեն ինչը հետաքննվում է ուրիշ մեդիաների կողմից։ Օրինակ դուք տենց բան պլանավորում եք, անեք կամ արել եք։ Մենք ունեցել ենք վարչապետի աշխատակազմի տեղակալի հետ փոխկապակցված մի քանի լրատվամիջոցների, սունկ լրատվամիջոցների։ Media News-am էր, որը տենց կապվում էր Տան Չախոյանի հետ։ Այդ Arm News-am կար, Armenian News-am, որը փակվեց հետո։ Այդ բաներից էր, էլ այդ սնկերից էր որպես այդպեսին, որ մտնում ես չկա հասցե հեղինակ, խմբագիր, այսինքն ոչ մի բան չես կարա իմանաս, բայց դոմեյնի բանով հասկացել ենք, որ փոխկապակցված է։ Արել ենք, էլի ա եղել դեպքեր, այդ հիմնականում fact check երբ որ անում էինք, այդ ընթացքում ապա տեղեկատվության հետքով գնում ես հասկանում ես ինչ մեկի հետ կապված է։ Տենց փորձ հետքն է արել այս տարի, չէ, նախորդ տարվա վերջ։ Հա, նախորդ տարվա վերջ, բայց այդ ամբողջ շրջանակը չի փակվում, էլի, հետքի արածով չի փակվում, որովհետև ոնց է ընտրանքը հիմնականում ավելի մեծ լեսան ունեցողն է, որոնք սովորաբար ինչ որ տվյալներ հրապարակային են անում։ Առնվազն հասցե ունի, գիտես խմբագիրով, Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունդի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք amundi.agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին, մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amundi.agba.am կայքում։ Իսկ դուք ուրիշ լրատվականներից նորություն վերցնում եք։ Դե Infocom-ի բաղադրիչներից մեկը տենց ագրեգատոր է։ Այսինքն մենք news որպես այդպեսին առօրյա լրահոս շատ քիչ ենք ստեղծում։ Իսկ Infocom-ի համար ամենավստահելի աղբյուրները մեդիայի ո՞րն է։ Հայկական։ Դե մի քանիսի անուն կարող տանք, ասենք հետքին նայ ագրեգատորը ոնց է աշխատում, ես ասեմ ու բան անենք։ Ագրեգատորը ուղղակի վերահրապարակում չի
անկախ նայից ինչ մեդիայում է, այդ ինֆորմացիան ստուգումը նորա վերահրապարակ։ Այսինքն դուք կարդում եք, ստուգում Հա, եք, վերահրապարակում եք։ Իսկն Ալգորիթմային չի էլի։ Չէ։ Եթե ինչ-որ մի բան ենթակա չի ստուգման, այդ հրապարակման չի գնում են։ Հասկացա։ Ա, Այսինքն թիմ կա, որ ֆակտ չեք Հա, անում։ թիմ կա, որ ֆակտ չեք անում, մի ժամանակ թիմ ունենք նաև, որ այդ ֆակտ չեք անելուց հետո, երբ որ սուտ էր նաև այդ էր գրում, Հա, հիմա այդ կտորը չենք անում, մենակ ինչը ստուգված է ճիշտ է, հեսա վերահրապարակում։ Դանիել Իանոսյանի գործին եք խփում էլի։ Դե զուգահեռ աշխատում ենք, բայց մենակ այդ իրանք չեն, Civilnet check-ը կա, Civilnet-ն էլ է անում, հա։ Media.am-ը կա, դաշտում Civilnet-ը Facebook-ի համար էլ էր, չի անում։ հա, Բայց հետո հիմա էլ է, ծրագիրը չէ, փակեցին, հիմա չէ։ դեռ ընթանում է, Հա։ հա, ընթանում է ու վատ չի այդ, որ կա, ինչ որ երկրներում չկա էլի այդ ծրագիրը մեր մոտ դեռ որ կա, բայց այդ առումով ոնց որ վստահության առումով կարամ տենց բան անեմ, որ եթե ասենք նյութը լուրը հետքից է, Civilnet-ից է, այդ դեպքում ջանքերը այնքան չեն դրվում ստուգման վրա, ինչքան այլ աղբյուրների դեպքում։ Այսինքն հետ Civilnet էլ որը։ Հա, այլ որը։ Սովորաբար ես այս երկու անունն եմ սիրում տամ, Հա։ բայց էլի կան գործընկերներ, որոնց ճաշանական գնում է էլի ում ավելի կարաս վստահ լինես, որ չգիտեմ, բացի լրագրողներից մի հատ էլ փաստերի ստուգման թիմ ունեն կամ մարդ ունեն, որը եթե ոչ նպատակադրված ապատեգարկություն է, այլ ինչ որ վրիպակ չի լինի։ Հա, որ ասիր ես օրինակ հետքի ու Civilnet-ի արտիկլները սովորաբար ֆակտ չեք չեմ անում, որ կարդում եմ, վստահում եմ։ Ըստ տարիների ընթացքում այդ վստահությունները իրանք ձեռք են բերել էլի։ Բայց ամեն դեպքում անշնորհակալ գործ է, ես այտենց Դե չեմ հա, սիրում կարաս բան բաց անել, թողես։ խորհուրդ տալ կարդացեք ես։ Սովորաբար խորհուրդ եմ տալի, որ մի 3 մեդիա գոնե կարդան մարդիկ։ Դրսում մի հատ հետաքրքիր սերվիս կա, ես օգտագործում եմ, կոչվում է Ground News, որ եթե ինչ-որ մի նյութ տենց սկսում է տարածվի, նախ նյութի աղբյուրն է ցույց տալի, որտեղից է եկել, ու նյութը ցույց է տալի օրինակ աջակողմյան ու ձախակողմյան լրատվականները ոնց են գրել, ու օրինակ ավելի չեզոք լրատվականների այդ նորությունը ոնց են անդրադարձել։ Հայաստանում չես կարող աջակողմյան, ձախակողմյան, նույնիսկ կուսակցություններում չես կարող դա անես։ Դա հենց այդ է մեր մոտ ոնց որ կուսակցությունները չունեն հստակ ուղղվածություն։ Մի օր աջակողմյան, մի օր ձախակողմյան, մի օր սոցիալիստ են, մի օր ուժեղ կապիտալիստ։ Ունեն հայտարարված իրենց ուղղությունները, բայց տենց մեկ-մեկ տենց ուժերից տենց բաներ է ստանում, որ Դե հա, քաղաքական փիլիսոփայություն ոնց հասկանում եմ, տենց կլասիկ մեր քաղաքական ուժերը չունեն։ մարդիկ է տենց չեն ընտրում։ Հա։ Դե մեր մոտ տենց չի զարգացել երևի։ Հուսով ենք, որ մի օր այդ է կլինի։ Ես մարդիկ ոնց ծրագիր են ընտրում։ կարդան էլի մարդիկ մեկ-մեկ։ Բայց ինչ որ երկիր կա, որ մարդիկ ծրագիր կարդում են։ Դե այդ աչով ձախով ընտրությունը ոնց են անում։ Դե Ամերիկան ոնց հասկանում եմ, կա օրինակ Կարդալը շատ պայմանական էլի, առնվազն հետևել դեպի ուրա գնում էլի։ Հա։ Իսկ ոչ թե ընտրել մարդուն, այլ չգիտեմ, եթե հարկերը հայտարարում է, որ նվազեցնեք, այդ մարդը արդեն գաղափարական դաշտում հայտնվում է, չէ։ Մարդիկ էլ դրան նայում ընտրում են։ Մեր դեպքում հիմնական դրան չեն նայում, տենց ինչին են նայում, հետաքրքիր է, մեր դեպքում ընտրողը ինչին անան։ Ու այդ արդյոք քաղաքական ուժերը հասկանում են այդ ուղղությամբ աշխատանք անում են թե չէ։ Շատ տարբեր է ինչի են նայում։ Բայց դա ինչ-որ քաղաքական մակարդակում չի սովորաբար էլի ընտրությունը կատարվում։ Էմոցիոնալ էմոցիոնալ մակարդակում։ Վերլուծությունը չկա։ Նախկիններ, ներկաներ։ Հա։
Բայց այս ընտրությունները մի քիչ ոնց որ ուրիշ ձև առնելու։ Տենանք։ Ես բանը տեսել ես ինչքան AI-ն օգտագործում։ Հա։ Ու ամենավախենալուն են, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի հասկանում, որ դա AI-ը։ Դա կսկսեն հասկանալ։ Չնայած նույնիսկ որոշ դեպքերում լավ լրագրողների համար մեկ դժվար։ Դե օրինակ ես Իրանի պատերազմի հետ կապված մարդիկն նյութեր էին տարածում, օրինակ չգիտեմ 10 տարի առաջ Սիրիայի պատերազմի նյութերը, բայց առանց ստուգելու տարածում են ու պլյուս չգիտեմ եթե TikTok մտնես կամ Twitter, գիտես ինչ տիպի աղբանոց էր ու սա AI ինչ որ վիդեոներ են, վիդեո կար որ հենց մի 500,000 լայք ուներ, բաներ Դուբայեն Բուրջ Խալիֆային չա իրանց ամենաբարձր շենքներ վառվում մարդիկ լայքում են։ Չնայած չեմ զարմանում, օրինակ այդ Կալիֆոռնիայի պատերազմի դեպքում ամենատարածված վիդեոներից մեկը AI-ով էր, որ Հոլիվուդի նշաններ վառվում։ Այս իրավիճակում մեդիան ինչ է մտածում ոնց է կես ամեն ինչ պաշտպանվելու կամ մեզ պաշտպանելու։ Դե դեռ ինչ որ տարբերակ կա ստուգելու։ Բայց ըստ տեմպերով ես չգիտեմ, մենք երևի տենց բազմաթիվ ճշմարտությունների ժամանակաշրջանում ենք ապրել ինչ որ փուլում։ Դե հիմա ոնց որ արդեն տենց է դարել։ Դե այդ եմ ասում, ինչ որ բաներ դեռ հնարավոր է անել, բայց չունեմ լավ կանխատեսում չունեմ։ Իսկ չկա գործիքներ, օրինակ գցեք վիդեոն, ասի օրինակ ես AI-ը։ Կան, բայց բան չեն։ Նույնիսկ շատ դեպքերում 100%-ով դու չես կարող տնտեսել։ Օրինակ գիտես ինչ հետաքրքիր բան կար։ Instagram-ը AI detection ունի, որ AI գցում ես, եթե օրինակ Gemini-ն է generator-ը կամ ինչ որ ուրիշ արհեստական բանականություն, միանգամից օրինակ նկարագցես Instagram-ը նշում է որ AI, բայց այդ նկարը screenshot ես անում, screenshot-ն ես գցում, Instagram-ը չի հասկանում AI-ը թե չէ։ Այսինքն մի հատ պարզ քայլ արդեն բան անում։ Նույնն է վիդեոն կարա screen record անես։ Ժամանակ նկարների կար էլի նույն դրամաբանությամբ Photoshop-ի համար կար մի ժամանակ, բայց հիմա այդ էլ անհնար դառնում։ Բայց վախենալու է, բայց AI հիմա արդեն այնքան ոնց որ որակով է դառել վիդեոների գեներացիան է ֆոտոներին, որ իրոք արդեն համարյա անհնար է աչքով տարբերել իսկականա թե չէ։ Դրա համար եմ ասում, մի քանի ճշմարտությունների ժամանակում ենք էլի ապրել։ Ով ինչին կուզենա, ինչ աշխարհում կուզենաք ապրի էլի։ Ով ինչին կուզենա կհավատա։ Միակ չափելի բան էլի մնալու է փողը։ Բայց վախենալու չէ դա ամեն ինչը։ Վախենալու է։ Չեք պատրաստվելու դրան։ Ինչով պատրաստվես։ Չգիտեմ ինչ որ Օրինակ ոնց է 2018-ին այդ ձեր հարթակը առաջ եկավ, որ update անեք իրադարձությունների մասին, չէ։ Հիմա ինչ որ ագրեգատորներ առաջ կան, որոնք մենակ նյութեր են տեղադրում, որոնք հաստատ AI չեն, ու գործիքներ ունեն, որ ստուգեն, որ AI չեն։ Ստուգելը էլի մի քիչ բարդ է։ Դա ուրիշ հարց է, որ հարթակներ լինեն, որոնք հստակ գիտես բանը, ով է դրա ստեղծողը, ինֆորմացիայի ստեղծողը։ Այսինքն ինչ որ փուլում ինձ թվում է այդ դասական մեդիաների դերակատարումը հիմա մենք ասում ենք կարող է վերանան, կարող է, չգիտեմ, խնդիրներ ունենան եւ այլն, բայց ինչ որ փուլում կարող է ավելի մեծանա։ Դե նա օրինակ եթե բան այս Իրանի պատերազմի առաջի օրը X-ը գրեց Twitter-ը առաջվա, որ Twitter-ի պատմության մեջ ամենաշատ օգտագործված օրն է եղել, այսինքն ամենաշատ քանակությամբ user-ը մտել ու ամենաշատ ժամանակն են անցկացրել պլատֆորմայի մեջ, ու հենց Twitter-ն է լավ օրինակ է, որ ինչպես նաև Facebook-ը, Instagram-ը, որ մեդիան արդեն շատ է փոխվել, այսինքն այսօր մարդիկ անհատ լրագրողներին կամ անհատ ինչ որ մարդկանց ավելի շատ կարող ավստահեն,
ու շատ նայեն, քան ինչ որ mainstream մեդիայի, օրինակ, չգիտեմ, Rogan-ը, Joe Rogan-ը կարող ավելի շատ դիտում ունենա, քան օրինակ CNN-ը, YouTube-յան էջը։ Բայց Կամ նայ, երբ այստեղ որ Հայաստանում ինչ որ բլոգեր կարող ավելի շատ դիտում ունենա, քան օրինակ Ազատությունը այդ են կամ փուլներ, դուք։ երբ որ մեդիայից էս անհատ օկտատերերի բանին անցավ։ Հա, Սպառում է էլի մեդիա։ Մարդիկ մարդկանց սկսեցին էլի հավատալ, նայել, ոչ թե մեդիաներին։ Բայց երբ որ այդ մարդկանց քանակը շատանում է ու այդ մարդկանց տված ինֆորմացիային հավատալու հնարավորությունն է փոքրանում։ Այդ առումով եմ ասում, որ գուցե մեդիաների դերակատարումը ինչ որ փուլից հեղինակավոր մեդիաների դերակատարում ինչ որ փուլից ավելի կմեծանա։ Չէ, վստահելի ինստիտուտ է էլի ամեն դեպքում։ Ու երբ որ դու չունես այդ վստահության բանը, այսինքն չգիտես, այս օկտատերը ընդհանրապես գոյություն ունի, թե չէ։ հա, Նույնիսկ օկտատերն է հիմա արդեն AI generated։ բայց դա այսօր Հայաստանում է բլոգերներ կան, որ AI բլոգեր են։ Հա, երբ որ այդ արդեն չգիտես, իրական է այս մարդը, իրական չի, իր տարածած վիդեոն իրական է, իրական չի, չունես գործիք տարբերելու, ուզած պիտի սկսես էլի այդ եղած վստահություն ունեցած ինստիտուտներին նայել։ Հա։ Դրա Մի համար սցենար է, որը դրա համար Warren Buffett-ը վերջի երամսյակում New York Times-ի ակցիա արավ։ Բայց ես չգիտեի New York Times-ը 10 միլիոնից ավել վճարովի բաժանորդ ունի, դա արդեն մեդիա չէ, թե լուրջ տեխնոլոգիչский ընկերություն է։ նույն շուկայի հարցն է, էլի։ Հայաստանում չգիտեմ, մեդիաները շատ քիչ բաներ ունեն։ Շատ քիչ է օգտագործում են այդ հնարավորությունը։ Բաժանորդագրություն համարյա գոյություն չունի, էլի հայկական մեդիայում։ Դե որտեվ չեն սովորում մարդիկ, պետք է մի քանի մեծ մեդիա դրան անցնեն։ Դու հիմա կան փորձեր, բայց այդ տոկոսն էլ է էլի քիչ, 13% է։ Մարդիկ, որոնք ինչ որ բովանդակության համար Պասի մարդկանց 13%-ը պատրաստ է վճարի։ Պատրաստ է վճարել ինչ որ տեսակ բովանդակության համար։ Բայց այդ փոքր դեպ չի։ Բայց դրա մեջ կա ոնց որ այդ զվարճանքի կտորը, այսինքն ինչ որ տեսակ բովանդակության։ Ասենք Netflix կլինի։ Հա, այս ոնց որ բայց հայաստանյան էլի բանում։ Բայց այս տոկոսը, ասենք, վերջի 2-3 տարում 7-ից 13 է դարել։ Իսկ հույս կա, որ մարդիկ սկսեն սովորել, որտեղ մեր մոտ միշտ լիատվությունը տենց by default գոյություն ունեցող բան է անցալվել, էլի հանրության կողմից։ Կա ու թողնի։ Հա։ Չնայած նույն հետքն է Patreon արդեն ունի։ Հա։ Մեդիամաքսը Արոն Թադևոսյան վճարովի նյուզլեթեր ուներ։ Ինչ կա վճարովիներից։ Civilnet-ում կարած donate անես։ Կան, մենք էլ այն ժամանակ ընդհանուր Infocom-ի համար, չէ, մեր գիտական բովանդակության համար բացեցինք։ Դուք գիտական բան ունեք, չէ, հաղորդումների շարք ունեք։ Հաղորդումները, հոդվածաշարերը, Ինչ է շարունակում եք։ Հա։ Որտեղով եք փող հավաքում։ Այս գիտական բլոկը շատ հետաքրքիր էր, տենց կարելի ասել, եթե տենց Infocom-ին նայենք որպես բիզնես։ Հա։ Բայց դա ինքը բիզնես է, դժվար է։ Չէ, այդքան տրամաբանությունն էլ տենց բիզնես չի, էլի։ Որպես հիմնադրամ եք գրանցված։ Հասարակական կազմակերպություն է, կազմակերպչա իրավական ձևը։ Հա։ Այս շահույթ հետապնդող չեք։ Հա, բայց իրան եթե այդ տրամաբանությամբ նայենք, մեր սոցիալական պատասխանատվությունն էր, որովհետև այս մի հատ թեմա էր, որի համար տենց ոչ միայն գովազդային կամ եկամուտներ չես կարա ունենաս, դրամաշնորհներ էլ չես կարա ունենաս։ Բայց տենց 2020-ից հետո բան արինք, որ այս ոնց որ թե կարևոր բան է պետության համար։
այդ մտքին զուգահեռ գիտուժը հայտնվեց Հա։ այդ շրջանում բան։ Գիտուժը հետ էլ եք, չէ՞, Հա։ համագործակցում։ Իրանց հետ է շարք ունեինք ու տենց բանով պահում էինք էլի այս ուղղությունը։ Ու հիմա էլ շարունակում ենք։ Այս դիտումները հիմնականում ինչ տեսակի կոնտենտից է գալու։ Մենակ համոզված եմ գիտականը շատ ավելի քիչ ունի։ Հետաքրքիր է որ գիտականի տեքստային նյութերն են շատ կարդում, վիդեոները չէ։ Քիչ են նայում։ Դե։ Այդ երևի այդ գիտական կամ Գիտություն սիրող մարդիկ գիտահանրամատչելի սիրում են կարդալ։ բավանդակություն սպառող մարդկանց բանն է, յուրահատկությունն է երևի։ Տենց ինչն են շատ նայում, տենց այս մեր վերջի փորձից ոնց որ քաղաքական բովանդակությունն են շատ Այդ նայում։ control Հա, Z-ներ, չէ՞, ջենզիկները ձեր։ հա։ Դա դի լավ Շատ տարածվեց, ինձ նայում դիտում են։ շատ արևած է։ Հա, Ну, համայն բա դեպս որ իմ մոտ շատ արևած է։ չէ ինքը Դիտումները լավն է։ հա, Ոնց եք որոշում ում պետք է ընտրեք, ով պետք է գա հյուր։ այս պահի բանը սկզբունքը վարչապետի տեխնացու լինելն է Հա։ կամ չգիտեմ կուսակցության առաջի համարը լինելն է եթե արդեն Պետրոս ունեն ինքը հայտարարած Պետրոսը զրոյական թողարկում էր Դա պիլոտն է։ հենց հա Պետրոսին ոնց որ կանչել էինք որ ասեք դու էլ ես քաղաքական հարցազրույց անում մի հատ արի շփվենք իրար հետ Հա, դնենք ոնց պետք է անել քաղաքական հարցազրույց զրոյական թողարկում հասկացա։ Հիմա հերթով բոլոր վարչապետի հա տեխնացուներին առաջի համարներ եթե ունեն հայտարարած եթե ուժը հայտարարել է որ մասնակցելու ընտրություններին բայց դեռ բան չի հայտարարած չի ով է լինելու առաջի համարը ինչ որ մեկի իրենց մոտ հեշտ են համաձայնվում։ հա մերժումներ չունենք դեռ Չնայած այս փուլում բոլորն են ուզում որ ինչքան հնարավոր է շատ տեղ գնան Երևան։ դե հա ստե նաև ուրիշ գործ ունի աշխատում երևի թիրախային լսարանը մի հատ լսարան է որի վրա բոլորն են ուզում աշխատեն Ինչ տարիք են նայում այդ ձեր հաղորդումը։ հիմա հավասար է աշխատությունը համարյա ասենք ջենզիները այսինքն 18-ից 35-ը 35-ից 55-ը ասենք եթե նայենք մոտավոր հավասար աշխատությունը բայց իրան որ համեմատում ենք ոնց որ մյուս բովանդակությունների բանի հետ ավելի երիտասարդ է լսարանը դե բայց այն հատվածական արդեն որ հրապարակում ենք ինչ որ կտորներ բաներ Instagram-ում, TikTok-ում այդտեղ բոլորը ջենզի են բայց հետաքրքիր է որ բան այդ հարցազրույցները երեխեք եմ ասում Պիզա զգացի երեխեքը ձեր թիմակիցները որ փողոցում մարդկանց հարցնում են նենց հետաքրքիր է որ տենց քո կարծիքով շատ հայտնի քաղաքական դեմքերին մարդիկ պրոստը չգիտեն դե նայ ջենզիներին են հարցնում դե հենց այդ շատ հետաքրքիր է շատերին հետաքրքիր չէ այս ջենզին բայց դու չնայած չէ դու ակտիվիստ ես եղել բայց ես այդ տարիքում ինձ հիշում եմ քաղաքականության վրա շատ ոնց ասեմ ահավոր թքածուն է էլի այս բանի այս հաղորդման միտքը սկսեց եպվել երբ որ հասկացանք որ տենց ինչ-որ ծանոթ ջենզիների հետ որ խոսում ենք օրինակ չգիտեն Հայաստան Հանրապետության նախագահը ով է Այսինքն ջենզիների բայց իրանց խնդիրը չի այդտեղ ոնց որ նախագահի խնդիրն էլ է մի քիչ ավելի մեծ տարիքի մարդիկ էլ կարան չիմանան այս դեպքում դե որտեվ նախագահը լրիվ տենց թագու նման պաշտոն է էլի Հայաստանում բայց որ ընդհանրապես ոչ մեկ չգիտեր հասկացեք որ ստե ինչ-որ բան կա էլի այս սերունդը ընդհանրապես չեն հարցրել Փաշինյանի մասին իմանան դե հա ծեր ով այդքան Facebook-ով ինչ-որ մեկին տենա չիմանա հա հետաքրքիր է այդ ով կարողացավ այդ խմբին գրավի շատ մեծ ձեն կարող է չնայած այդ ջենզին ընտրության հիմնականում չեն գնում դե հա ու դա էլ էլի երիտասարդները չեն գնում ընտրության հիմնականում դե չեն ճանաչում այդ ինչա
առհասարակ էլի process-ը Դե ինչ process-ը դաժի անգամ եթե գիտեմ process-ը չեն հավատում, որ այդ process-ը ինչ որ իրանց ձեն է օգուտ ատարու կամ ինչ որ մի բան կարա փոխի։ Ես թվում է նաև չգիտեն այդ ոնց պետք է անեն այդ ընտրությունը։ Նա եթե գոյություն ունեցող ուժերից ոչ մեկին չեն ճանաչում, լավագույն ընտրությունը երևի ընտրություն չգնան։ Հակառակասեր մարդիկ գնացեք ընտրեք։ Չէ, հիմա Բայց ասացիդ մեջ շատ ուժեղ լոգիկա կա։ Ասածս այնա, որ ոնց որ պիտի ճանաչել էլի։ Մենք է փորձում ենք տենց այս հաղորդման մի քիչ տենց մի կաթիլ այդ ճանաչողության մեջ ավելացնել։ Հա։ Դժվար է։ Օրինակ դու կողնորոշվել ես ում պիտի ընտրես։ Չէ։ Հենց այդ է դեռ մեզ դաժե անգամ մենք չենք կողնորոշվել։ Ինչ մնաց 18 տարեկան կամ 20 տարեկան մարդը, որ ուշքու միտքը կամ համալսարանն է կամ մի քանի կոպեկ աշխատել է գնալ տղեկով կամ աղջիկներով մի հատ ծնունդ նշել։ Ես սովորաբար պոտենցիալ հաղթողներին չեմ սիրում ընտրությունների։ Դա դու outlier-ներին ես, հա, սիրում underdog-երին։ Բայց այս դեպքում դեռ տենց երևա։ Դեռ ինձ թվում է շատ մարդ չի կողնորոշվել, ու բաները ոնց որ հարցումները դա ցույց են տալի, որ մարդկանց մեծամասնությունը ասում են, մեծամասնությունը 50%-ից ավելի ասում են մենք դեռ չենք կողնորոշվել։ Նո, հիմա մի քիչ ավելի քիչ։ Դե ինչքան մոտենում ենք չանում։ Հա։ Even report-ներ 2 օր առաջվան արդեն 50-ից ցածր է թիվը։ Արդեն 50-ից ցածր է։ Բայց դե ասինքն մեկը քաղաքական ուժերը մեծ աշխատանքի տեղ ունեն։ Հա, դե մեծ դաշտ է աշխատելու։ Բայց կարողացած շաբաթ ամսի քանիսից է սկսելու օֆիցիալ։ Դե դեռ շատ ժամանակ կա։ Բայց բոլորը արդեն անում են։ Հա։ Փաստացի քարոզարշայի մեջ ենք էլի արդեն։ Արդեն հա դե ավտոբուսները ֆռում են տարբեր քաղաքական ուժեր։ Դե չկա սահմանափակում։ Օրենսդրական իրավական սահմանափակում չկա, մարդիկ անում են։ Հա։ Չգիտեմ։ Շատ խառն ամեն ինչ։ Աշխարհը, Հայաստանը, բայց օրինակ ինձ միշտ հետաքրքիր է ժուրնալիստների մոտ, լրագրողների մոտ այդ անընդհատ այդ ինֆորմացիայի հոսքը, որը շատ անգամ նեգատիվ է։ Միշտ չէ, բայց մեծ ամասամբ ինքը նեգատիվ է։ Հոգեբանական առողջության վրա ոնց է ազդում քո թիմի։ Նա ինֆորմացիայի հոսք է։ Ինչ եմ ասում, օրինակ ես մեծամասամբ այդ ինֆորմացիայի հոսքերից հրաժարվել եմ ու հասկացել եմ, որ դա այն վրա դրական առումով ազդում, բայց քո գործը հենց դա է։ Այստեղ տարբերակ չունես։ Հա։ Գիտես ոնց է բացասական ազդում։ Մի հատ օրինակ բերեմ, օրինակ կարող է ես տենց ընկերների, բարեկամների մեսենջերի նամակները չբացեմ։ Հոգնում ես։ Հա, այդ ինֆորմացիայի հոսքը այնքան շատ է, որ տենց իրիկունը ուզում ես դե մարդը գրել է նայես ինչ է, բայց որ պիտի մի հատ մի փոքր մտածես։ Ինչ պատասխանես։ Նենց եմ քեզ հասկանում, որտեղ կարող ինչ-որ մի բան են ուզում, չէ՞։ Դա կարող է պրոստը նորմալ ինտրովերտ ես։ Դե նորմալ ինտրովերտ եմ։ Այդ կա։ Մենակ ես չէ։ Առհասարակ թիմը տենց բանա, իրար չի բռնում, բայց ոնց որ լրագրություն ու ինտրովերտություն, բայց մի հատ մեծ հատված ինտրովերտ է թիմի։ Հա։ Բա ոնց է այդ ամեն ինչ դեմ պայքարում, ասինքն անձնական, չգիտեմ, զոհաբերության հաշվին է այդ աշխատանքը արվում։ Այնայի, որ ասում եմ առօրյա լրահոս չենք ստեղծում, ամենաշատ մարդկանց հետ ոնց որ շփման կարիքը այդ process-ում է ալնում։ Այնակ հետաքննության, ավելի հետազոտական բովանդակության, դատայի հետ աշխատանքի դեպքում տենց մարդկանց հետ շփումը այդ ծավալի չի։ Հա։ Ու մեր մոտ էլ հիմնականում այս ուղղություններով են աշխատում մարդիկ։ Հասկացա։ Իսկ հետ եղել է որ տարբեր քաղաքական ուժեր այդքան առաջարկ են ֆինանսավորեք իրենց համար դրական
բաներ գրելու համար։ Չէ, Չեն եկել, փորձ չենք ունեցել։ անգամ փորձ չեն արել։ Չէ։ Իսկ թվում է դիրքավորման հարց է էլի։ Եթե ունենում ես դիրքավորում, որ կարելի է գալ մի բան առաջարկել, կանեն։ Բայց մարդկանց մոտ շատ է տպավորված, օրինակ լրագրողները հենց տենց են փող աշխատում, ինչ որ մեկի մասին դրական կամ բացական արտիկլ գրելով։ Այդ ոնց որ կա։ Դե տպավորություն չի։ Այլ հարց է, որ այս բացասական հատվածը ոնց որ շատ է արտադրվում։ Այդ ռեագրողի կերպարը, չգիտեմ, նույնիսկ ֆիլմերում, սերիալներում, շատ բանի, падգամավորի հետևից անընդհատ վազող բան, ինչ-որ տենց մեկից փող վեկալող գրող բան, շատ է։ Չես տենա, էլի բան, ինչ-որ հետաքննող լրագրողի կերպար հայկական բանում, ֆիլմերում։ Հա, բայց հոլիվուդյան կտնաս։ Հա, չէ, հայկականում, այսինքն անընդհատ մենք ոնց որ այդ վերարտադրությունը կա լրագրողի այդ կերպարի։ Washington Post-ի մասին ֆիլմը Tom Hanks-ն էր, չէ՞, խաղում ոնց որ Watergate-ներ։ Հա։ Դա լավ ֆիլմ է։ Դա լավ լրագրողներից ստորի։ Դե հա, դրա համար այնտեղ ինչ որ վերաբերմունք կա, մեր մոտ չկա։ Ու եթե նայես նույնիսկ դիտումները, եթե հիմա վերլուծենք, ասենք, դից բան են, մեծ լսարան, լավ գործանող լրատվամիջոցները միշտ չի որ ունենում։ Բայց այդ հարցի շուրջ օրինակ շատ ենք քննարկել լրագրող ընկերների հետ, արդյոք պետքա որ մեծ լսարան ունենաս։ Թե պետքա ունենաս լսարան, որը ունի ազդեցություն։ Այսինքն կարող է քեզ 1000 հոգի է կարդում, բայց այդ 1000 հոգու մեջ, չգիտեմ, նախարարը, ոստիկանապետ կա, անդիմության կուսակցության ղեկավարը, ովքեր կարան նայեն ու այդ հարցը բարձրաձայնեն ու մեծ լսարանին դա հասնի։ Նայած դու քեզ ոնց ես նայում ու դիրքավորում։ Մենք մեզ նիշային մեդիա ենք։ Բանը։ Մենք չունենք շատ մեծ լսարան ունենալու խնդիր։ Իսկն չգիտեմ 2 միլիոն Հայաստանի չափահաս բնակչությանը հասնելու խնդիր չունենք։ Մենք ունենք տենց հենց քո ասած որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու հնարավորություն ունեցող լսարանի հետ առաջ անգամ չէր անում։ Ինչը։ Այս արտահայտությունը առաջ անգամ չէր անում։ Լսարանի հետ աշխատելու խնդիր։ Որտեղ բովանդակություն մենք որ տալիս ենք, այդ ոնց որ պիտի ինչ որ ձևով ազդեցություն ունենա կամ փորձ լինի ազդեցություն ունենալու։ Այդ կարա կարճաժամկետ լինի, կարա երկարաժամկետ լինի, հրապարակես կինեն մտածեն, մեկ էլ ինչ որ փոփոխություն տեղի ունենա, որ տենց հասկանաս մի քիչ ազդեցություն է եղել է։ Բայց ասա այդ պահաճելի է, որ ինչ որ թեմայի մասին բարձրաձայնում ես, ու հարցը լուծվում է։ Դե հա, այդ ոնց որ լրագրության մեջ ամենա տենց մեծ մոտիվացիաներից մեկն է, էլի։ Բայց նաև չարժե տամեջի չարաշահել էլի։ Օրինակ լրագրողները կամ հենց մեդիա դաշտի մարդիկ, չասեմ մենակ լրագրողները, հիմա ոդկաստեր կարա լինի, Instagram ինֆլուենսեր կարա լինի, այդ ուժը հենց սկսում են ինչ որ մի բան սկսում են չարաշահել։ Ու հետ դա հենց բերում է իրանց վստահության չարաշահել ինչ առումով։ Դե արդեն ոնց որ տարբեր ուղղությամբ նաջ են անում, նաջ ոնց կարելի է հայերեն ասել։ Սկսում են համագործակցեն մարդկանց հետ, որ չպետք է համագործակցեն։ Կա այդ, բայց մոնետիզացնում են, էլի։ Հա։ Փող են աշխատում դրանով։ Դե հա, այդ բայց այդ արդեն ուրիշ գործով է սկսում զբաղվել այդ դեպքում, էլի։ Այդ գործը ոնց կարելի է աշխատել։ Ինչ անում տանք դրան։ Դե կարաս ասես PR գործակալության գործ։ Դե հա։ Մեծ հաշվով։ Դա չի որ անպայման բացական է։ Ահա։ Բայց ոնց որ այդտեղ պետք է անկեղծ լինես, որ դու PR գործակալություն ես, էլի, ասենք, չգիտեմ, լրագրող չես, լրատվամիջոց չես։ Օրինակ հետաքրքիր բան ասեմ, մեզ շատ են գալի առաջարկով, որ մենք չենք ուզում ձեր մոտ գովազդը, ձեր
կլասիկ ձևով, որ միանա մարդ հասկանա, որ գովազդա, պրոստի այլ ասում են օրինակ խոսակցության մեջ կմտցնեք այդ թեման։ Դա օրինակ իմ մոտ կատեգորիկ չէ։ Ինքը լսանը կարող է չիմանալ դրա մասին, բայց կատեգորիկ մի անգամից ասում են ոչ, կապ չունի, ինչ բրենդ է, ինչ փող են առաջարկում։ Չէ, որտեվ արդեն այդ ազնիվ չի։ Քո լսանը պետք է իմանա երբ ես դու գովազդանում։ Դե նայ դու կարող ես փորձես ինչ որ product, եթե հավանես ու ասես այդ մասին, դա օքեյ է։ Այդ անվճարը, ես շատ բիզնեսներ եմ իմ ոդկասթում անվճար գովազդել, որտեղ փորձել եմ դուրս եկել է։ Ու մեր գովազդատուներն է, ես այն բիզնեսներին, որ գովազդում եմ, ես այդ բիզնեսներից օգտվում եմ։ Դու պետք է հավատաս, էլի, որ անկեղծ լնես լսա։ Հա։ Ու դա չի կարելի չարաշահել։ Ճիշտ չի դա չարաշահել։ Դե նայ քո բանի մեդիայի դեպքում, նու լրատվամիջոցի դեպքում, լրատվամիջոցը ուրիշ է, բայց երբ որ դու անհատես ուրիշ է։ Սահմանափակումն է շատ ավելի մեծ։ Հա։ Նաև ինքնասահմանափակումներ էլի։ Դե հա, ինքնացենզուրը միշտ կա, էլի։ Էթիկայի կանոնագրով, բանով։ Նաև թիմի արժեքներով։ Հա։ Անկախ նրանից էլի դու ինչ որտեղ գրած փաստաթղթավորած ունես, այս ինչ չի կարելի, այս չի կարելի է բան, կարևոր է որ այդ թիմում այդ արժեքները լինի։ Ահա։ Հիմա օրինակ դու որ ասում ես առաջարկ, ինչ որ ես ամ, չէ, ասենք հիմնադիրներից մեկը հիմիկվա խմբագիրը եւ այլն, բայց որ պահին օրինակ ուզենամ այդ գծած սկզբունքներից դուրս մի քիչ ուրիշ բան անեմ, կամ ինֆոկոմ չի լինի։ Դա կդառնա ուրիշ բան։ Ոչ թե կդառնա, երևի չի լինի ընդհանրապես, չի էլ դառնա, չի էլ հասցնի դառնա։ Թիմը կգնայի նկատի ունես։ Դե էլի մենակ կոնա։ Մի տայտես կարասելի աշխատես։ Այդ առումով ոնց որ այդ նաև բան է տալիս։ Ոչ միայն տենց մեր համար աշխատի, այլ չգիտեմ, հետաքննություն ես անում, մեկ էլ տենց ինչ որ ծանոթ կարան գտնես, միջնորդեն, բան։ Այդ առումով այդ տալիս է գործելու ավելի լայն շրջանակ, որովհետև այդ անկեղծ է, էլի, ես մարդկանց տենց բան չեմ անում, որ չենք կարա էսի չհրապարակենք։ Իրոք չենք կարա չհրապարակենք, եթե լրագրողը աշխատել է ինչ որ թեմայի վրա։ Հա, կապ չունի, որ չունեմ դվայորդնի աղբորոտ ընկել ես անգել ասել է։ Հենց այդ տենց օրինակ դվայորդնի աղբոր։ Ես Երեմյանի մենեջերն եմ։ Կլինի էդի չթվանանեք։ Իմ անունով են բանը արել, փողը ուղարկել։ Բայց շատ ալնում տենց զանգեր։ Հա։ Հատկապես բանի, դե մենք մի 2.5 տարի առաջ սկսեցինք ավելի տենց հետաքննություններ բաներ անել։ Շրջանից արդեն ու անհավանական տեղից կարան էլի ինչ-որ ծանոթներ հայտնվեն։ Պատմություն կպատմես։ Նո անուն առանց անուններ տալու էլի։ Դե որ ասիր դվայորդնի աղբոր, մի օրինակ տենց ունեմ։ Հա։ Դվայորդնի աղբոր, ինչ որ ընկերոջ բաժանաղի, սենց ինչ որ շղթայով եկել ու որ ուզում ես հետ գնաս բարձես ոնց են հասել այդ շղթան։ Չես կարող հասկանաս, բայց դու շղթայով կարան գան ասեն բան։ Կլինի այդ թեման չգրեք։ Հա։ Էսա։ Բայց դու քեզ պաշտպանված զգում ես։ Օրինակ կարան գան վախացնեն, իսկ դեպքեր եղել է, որ ոչ թե խնդրեն, այլ վախացնելու չի, դեռ խնդրելու դա։ Հա։ Բայց ոնց որ անխուսափելի է էլի այս գործի մեջ։ Բանն չէ, մեր վարչապետի ավտոն չէ, վառը իր բազարականներին։ Էդի որ թվականներին իր հայտնի նիվեն էին, չէ՞ վառել։ 2005 ոնց որ։ Այս վերջերս էլ էր, բայց ինչ որ տես դեպք եղել, որ ինչ որ մեկի մեքենան վառել էին։ Հա, բան է, Դանիելի ավտոն չէր։ Հա, ինչ որ չէին վառել, բայց տենց ինչ որ վնաս էին տվել, հա։ Եթե սխալ չեմ հիշում։ Հա։
Այսինքն միշտ ռիսկը կա։ Միշտ կա։ Միշտ կա, բայց դա ոնց որ ընտրության հարց է, էլի։ Չգիտեմ։ Բա ինչն է Ոչ թե ստիպում չես եկել վախենում, այլ ոնց որ վախենալով անում ես։ հա ընտրությունն անում ես։ Բայց ինչն է քեզ ստիպում որ անես հատկապես որ ասիր տենց պատահական է ստեղ հայտնվել։ Բախտի բերմամբ։ Դե այդ բանով է եկել, որ ասի, որ տենց մի քիչ տենց ակտիվիստական անցյալ է։ Միշտ ոնց որ տենց վզում է եղել է, էլի։ Հա։ Հիմա տենց ֆորման է փոխել։ Այսինքն այն ժամանակ կարայի մտածեի, որ այսինչը այդքան էլ արդար չի, հանրային շահից չի եւ այլն, այդ դրսեւորվեր ցույց անելով։ Ահա։ Հիմա այդ դրսեւորվում է հետաքննություն անելով, Որը էլի հետազոտություն անելով։ ինչ որ ձևով բանա, չէ՞, էլի ցույց անելա։ Ավելի փաստարկված է, Հա, բայց առնվազն։ նաև անարդարության դեմ Հա, ձայն բարձրացնելա։ Չհաշտվելա էլի դրա հետ։ դե հա։ Ու լրագրության մեջ, նու ես որ ասում եմ, այդ իմ ասած անկախ մեդիայի դեպքում եմ ասում, էլի։ Այդտեղ երկարաժամկետ մնալը մենակ, ոնց ասենք, իմ համար չէ, էլի, գործընկերների ու մենակ Infocom-ի թիմի համար չէ, դաշտում առհասարակ, էլի ընտրություն է։ Օրինակ հետաքննող լրագրողը ունի կարողությունների այն շրջանակը, որ տենց շատ այլ ոլորտներում շատ ավելի լավ աշխատավարձով կարա աշխատի։ Հա։ Ու ինչ նկատի ունես մանրամասներ։ Այսինքն ընտրությունն է, որ ինքը մնում է լրագրության մեջ։ Կոպիտ ասած կարող գնար ցանկացած IT ընկերությունում data analytic աշխատել, երկու անգամ ավելի շատ աշխատավարձ ստանար։ Ու այդ ընտրությունն է։ Ու շատերը գնում են, ինչը մեղադրելու չի, ոնց որ հա մարդիկ իրանք են ընտրում ոնց են ուզում բանան։ Մարդիկ կան իրանց մոտ, չգիտեմ, հանրային կամ ժամանակի մեջ կարա տարբեր լինի։ Մարդիկ կան գնում են, հետո ինչ որ ձևաչափով էլի հետ են գալի մեդիա, չգիտեմ, ժամանակավոր հարցեր ունեն, լուծում են, հետո մի քիչ էլի հանրային գործին sense ասած ժամանակ են հատկացնում։ Բայց ամեն դեպքում այդ իրոք ընտրությունն է, էլի։ Ու ինչ են այդ մարդիկ այդ ընտրություն անում։ Բավարարվածության զգացման դա մի քանի շերտ կարա էլի ունենա մարդ։ Մի դեպքում այդ աշխատավարձն է, որով ինքը նաև իր կյանքն է կազմակերպում։ Մյուս դեպքում նաև այլոց օգտակար լինելու հարցն է։ Ինչ կարա այլ ձևել դրսևորի, ոնց է, ոնց որ մարդը, չգիտեմ, նվիրատվություն է անում ինչ որ լավ գործերի, այլ ինչ որ ձևով փորձում է մասնակից լինի, չէ՞։ Ավելի լավ հանրություն ունենալու, պետություն ունենալու։ Մարդիկ այդ մարդկանց մի մասը այդ ճանապարհն է ընտրում, մի մասը ոնց որ համատեղում է աշխատանքը ու այդ հանրային շահին նպաստելու իր կարիքը sense ասած։ Հա։ Չէ, դրանց համոզված եմ, որ մեծ բավարարություն կարան մարդիկ ստանան։ Հատկապես եթե հարցը լուծվում է։ Քո ասելու ընթացքում ես էլ եմ մտածում, օրինակ նույն բաները կարամ ասեմ, որ ինձ էլ վերաբերում, որտեվ երբ որ չգիտեմ, խնդիր ես բարձրացնում լուծվում է, երբ որ կարողանում ես մարդկանց համար նոր հետաքրքիր թեմաներ բացահայտես ու այդքան դրական արձագանք ես ստանում, դա իրոք կյանքի որակի վրա շատ դրական ազդում, որը դու փողով հաստատ չես կարող գնես։ Փողը այդ չի կարա փագի էլի։ Հա։ Չնայած փողը շատ կարևոր է, որովհետև դե հա ֆինանսական խնդիրներ եթե ունես, այդ ուրիշ level է։ Դե հա դրա համար էլի
նույն ձև մարդիկ կարան շատ մարդիկ ժամանակավոր էլ այլ ընտրություն են անում, բայց մեկը ինչ որ փուլից երբ որ այդ ապահովվածության զգացումը ունեն, էլի վերադառնում են Հա, բայց այդ ինչ եմ այս թեմայի մասին երկար խոսում, որովհետև շատ անգամ մարդիկ մտածում են ամեն հարաբերություններում ամենակարևորը փողն է, որը իրականում տենց չի։ Շատ հարցերում իրականում տենց չի, այնտեղ չգիտեմ, ստատուսի հարց կա, բավարարվածության հարց կա, օգտակար լինելու հարց կա, օրինակ անարդարության հանդեպ սուրտ տհաճություն ունենալու հարց կա։ Իմ շրջապատում շատ տենց մարդիկ կան, օրինակ ես որ անարդարություն տնում եմ, անգամ եթե դա իմ հանդեպ չի, դժվար եմ մարսում այդ։ Ու չգիտեմ, այդ ամեն ինչը մարդկանց դրդում է տարբեր բաներ անելու, տարբեր գործիքներ ստեղծելու, աշխատանք անելու, ինչ որ արժեք ստեղծելու ու միշտ չի որ դրթող ուժը հենց փողն է։ Հա։ Շաբաթ ցանկալի է որ միաժամանակ Հա, առնում, եթե բայց հա, ես դրա համար ասում եմ, օրինակ, որ ասում են ոնց է սքան ցկերի ռենջը, որ մենք 3 տարի սպոնսոր չենք ունեցել։ Ու ես գրանտերի էլ չեմ դիմել։ Ես պրոստը IT-ում լավ վարձատրվող աշխատավարձ ունեի ու գործընկեր ունեի, որոնք զուտ հավատում էին ու ես հավատում եի, որ լավ բան ենք անում, ես իմ գրպանից եմ շատ երկար ժամանակ ֆինանսավորել։ Բայց եթե մեդիայով ես ապրեի, ես սա չէի կարող ստեղծել։ ինչքան ժամանակ ես Հեսա կլինի 6 տարի։ 6 տարի։ Հա։ Ու առաջ 3 տարին Առաջ 2 տարին մենակ ես էի ֆինանսավորում, երրորդ տարին Hexact եկավ, որը ծախսերներ փակում, 4-րդ տարուց նոր սկսել ենք մոնետիզացնել։ 6 տարեկան։ Հա, այս տարի կդառնանք 6 տարեկան։ Անհավանական է թվում։ Իմ համար էլի։ Արդարնում է։ Infocom-ն է 8 է դառնում։ 8 տարեկան Հա։ արդեն։ Հորը 18 թիվը 8 տարի առաջ էր։ Ես եկեք ասում եմ, դե այս վերջերս COVID-ի ժամանակ։ Հիշում եմ, որ COVID-ը 6 տարի առաջ էր։ Դե դից բանա Control-Z-ի շրջանակում դե աշխատում ենք Այդ լրագրողները բանա, չէ, հա։ on-line դպրոցում սովորած մարդիկ են։ Այսինքն դից մի 5 տարի առաջվա ինչ-որ բան ես ասում, որ պիտի տենց բոլորը գիտեն դա։ Մեկը տենց ինչ Դե մարդը ճանակ 8-րդ դասարան է եղել։ Հա, բայց չգիտեմ, երիտասարդ բառը մի տեսակ ուզում եմ երիտասարդ ասեմ, այդ բառից նեղվում եմ։ Միտը շատ ֆորմալ բառ չի։ նո, հա։ Երիտասարդ։ Օրենքի ընդունեցին, չէ՞ որ մինչև 35 տարեկանը երիտասարդ են։ Դե դու դեռ երիտասարդ ես, ես արդեն կես տարի նախքին երիտասարդ եմ։ Բայց օրինակ նախքին երիտասարդը, ասա որ լավ էլ լավ հնչում։ Մեկ տենց բայց մունաթով, չէ։ Հա, Նախքին երիտասարդ։ նախքին երիտասարդ։ Բայց այդ ոդկասթում այդ թեմայից էլ ենք խոսացել, օրինակ հայերենով լավ դիմելաձևերը օրինակ չկա։ Օրինակ Mr. Sir հայերենով տենց հոպար, ձյաձ, քուրս, հա, բրատ, ախպերս ու բոլորս այդ օգտագործում ենք։ Չստենա պարոն տիկին տան։ Դա միշտ ասում եմ, առաջ որ մտնում ես սուպերմարկետ, ասում են 18 տարեկան երեխեք ասում են ախպերս ինչ տանք, նեղվում է, հիմի որ ասում են ախպերս ինչ տանք, ուրախանում եմ։ Հանկարծ հոպար չասեք, չէ։ Հոպար որ ասին նույն պահին սիրտս կանգնել է։ Տեսա մի հոգի կմտնի կոմենտում կգրի հոպար։ Իսկ բացական ֆիդբեքին ոնց եք վերաբերվում։ Լավ։ Գալիս է։ Հա, գալիս է։ Շատ են քննադատում։ Հա։ Ինչի համար։ Դե նայած ինչ ես հրապարակել։ Ու մարդը ինչ քաղաքական նախընտրություններ ունի։
Լավ է նա, որ բոլոր տեղերից է գալի։ Հիմա որ համ իշխանությունն է քեզ քփրանում համընդդիմությունը ամենից ճիշտ է անում։ Այդ առումով ոնց որ ուրախանում ես մեկ-մեկ։ Ինչ-որ շրջան, որ մի հատվածից տենց բան չես նկատում, տենց Դա ուրեմն բան արդեն կարող է մի բան չի գնում։ Բայց ձեր լսարանը ավելի տենց վառ քաղաքական ուղղվածություն ունի։ Հա, ունեն դե նախընտրություններ ունեն։ Շատ կոմենտ գրող չի։ Առնվազն օրինակ Telegram-ի լսարանը տենց ինքը կարդում է իր եզրակացությունները անում է մոտավորապես։ Բայց ձեր մոտ Telegram-ում կոմենտները բաց է, չեմ հիշում։ Բաց է։ Մեկ-մեկ փակում ենք։ Ինչի՞։ Այդ մի քիչ լարված իրադարձությունների ժամանակ համարյա անհնար է դառնում վերահսկելը։ Հա դառնում է ինչ-որ վատ տեղ աղբանոցով, հայհոյանքներով, բանով։ Ստիպված տենց փակում ենք։ Այդ մի քիչ ավելի ռազմական գործողությունների, անվտանգային թեմաների դեպքում էլ հա տենց բանը չէ, դե բաց է ադրբեջանական, բան, sense ինչ-որ բաներ էր սկսում հայտնվել։ Տենց ինչ-որ պահերի եղել է որ փակենք, ստիպված, բայց սովորաբար բաց է։ Այնքան ենք բաց թողում, ինչքանը կարող ենք ոնց որ մոդերացնենք էլի։ Հա, հասկացա։ Իսկ ադրբեջանից հարձակումները լինում է։ DDoS-ի մակարդակում ունեցել ենք մի 2-3 անգամ։ Հա, զոտ տրաֆիկ ենք քշում։ Հա։ Որ համակարգը չդիմանա։ Հա։ Մի անգամ YouTube-ներ համարյա կորցնում էինք։ YouTube-ը։ Հա։ Ստացվեց վերականգնել։ Ինչ էին արել։ Ադրբեջանական էր, բայց չէ, հետքը այդ չհասկացվեց որտեղից էր։ Հետքը։ Հետքը Հա, էլի հետքը որտեղից էր։ Տենց հարցակումների դեպքեր դրանք են։ Բայց YouTube-ի access-ը կորցրել եք, հետո կարողացաք վերականգնեք, վիդեոները ջնջել էին։ Չէ։ Բա ինչ էին վերցրել, ինչ էին ուզում։ Չհասկացանք։ Որևէ բան չէր արվել։ Նու իրական բավական արագ բան արինք։ Պապյան Արտուրենց հետ փորձեցինք։ Պապյան Արտուրով, հա։ Պապյան Արտուրը Սամվել Մարտիրոսյանը ու Պապյան Արտուրը։ Ահա, ճիշտ է, կներես, հա, լսել եմ իր մասին, բայց չեմ ճանաչում։ Ամենաշատ նամակներ ստացող մարդիկ են։ Հա, լսել եմ իր մասին, հիշեցի։ Հա, այդպես ցանկացած կոնտենտ ունեցող մարդու վախն է, որ իր YouTube-ը կարան կոտրեն կամ Instagram-ը։ Հա։ Իսկ backup պահում եք վիդեոները։ Վիդեոները։ Օրինակ եթե մտնեն YouTube-ը ջարդեն կարակ։ Հա, ունենք։ Հա։ Այդ կարևոր է։ Մյուս թեմա որ քո հետ կուզեի խոսալ, այդ բանն է YouTube-ի մոնետիզացիան։ Օրինակ ես մտածում եմ, որ ճիշտ այնքը իրական մարդիկ մի քիչ գերագնահատված են պատկերացնում, հատկապես հայկական դիտումների դեպքում, բայց մեկ այնքը ինչ որ մի գործիք է, որ հայկական մեդիային կարա ինչ որ չափով անկախություն տա։ Ինչ ես կարծում այդ YouTube-ի մոնետիզացիայի հետ կապված։ Չգիտեմ ինչ ծավալով կտա։ Դե ինքը տենց կարող է բան անի։ Ամերիկա միջին վիդեոյի արտադրության ծախսը հանի, հա։ Չգիտեմ կհանի թե չէ։ Երևի չի հանի։ Ամերիկան միջին YouTube-ը, YouTube-ի ալիքը մի դիտումին տալիս 1000 դիտումին տալիս է մոտավորապես 1-ից 1.5 դոլար։ Այստեղ սկզբնական շրջանում դրանից ցածր է լինելու։ Մինչև շուկան կայանա ու արդեն կախված կոնտենտի տեսակից փոխվում։ Օրինակ ամերիկյան դրսում կոնտենտից կախված 1-ից մինչև, չգիտեմ, 20 դոլար կարող 1000 դիտումը տատանվի։ Օրինակ range-ը լավ բարձր է։ Չնայած մեզ շատ քիչ են դրսից նա, մեր լսանի 30%-ն է։ Բայց օրինակ YouTube-ը գիտի, որ մեր լսանը շատ որակով է, ու իրանց երևի ավելի թանկ գովազդներ է ցույց տալի։
ու YouTube-ը ամենաբարձր գովազդները, ամենաթանկ գովազդները ֆինանսական գովազդներն են։ Օրինակ ֆինանսական ալիքները YouTube-ում ամենամեծ գումարն են աշխատում, ամենաէժանը բաններն են, մանկական կոնտենտը, բան տենց բաներ, AI generated and վատ բաները։ Մեդիայի դեպքում ինձ թվում է մոտավորապես երևի կգա Հայաստան կկանգնի 1000 դիտումին $1, բայց օրինակ չգիտեմ, եթե գիտական ինչ որ հաղորդումա, որ ունենալու է 3000 դիտում, YouTube-ից կգա $3։ Այդ եմ ասում, դու չես նույնիսկ ծախսել շատ փոքր հատված է, էլի կարաս բանանես։ Լավ, 100,000-ով արի։ Նայենք, Okay, $100։ $100, հա։ 100,000 դիտումը $100, բայց 100,000 պլյուս դիտում ունենում են տենց սերիալները ու շատ viral գնացած ինչ որ քաղաքական նորություն։ Հա, տենց։ Օրինակ մենք էլ ունենք ոդկասթներ 100,000-ից ավել դիտում որ հավաքել է, բայց իրենք շատ չեն։ Ինքը վատ չի, այսինքն ինչ որ մի մակարդակում ինչ որ հարց կարա լուծի։ Բայց տենց որ ասես մեդիան դրանով ցույց կդառնա ինքնաֆինանսավորող, չէ։ Գերեվա էլի մի տարուց գերեվա։ Հա։ Եթե օրինակ գոնե production-ի փողը հանի, այլի լավ է, բայց շատ խիստ կասկածում եմ, որտեվ մեդիան արտադրել է թանկ էլի всё-таки։ И всё-таки։ Հա։ Էժան բան չի։ Հիմա դուք ձեր ծախսերը հիմնականում փակում եք գրանտերով ու գովազդներով։ Գովազդատուներ ունեք։ Կայքում տենց մեջտական գովազդ չենք անում։ Որովհետև այնքան բան չի բերում, որ ընթերցողին դու դրանով ծանրաբեռնես։ Տենց վճարովի բովանդակություն ունենում ենք։ Օրինակ Վճարովի լուսաբանումներ եւ այլն եւ այլն։ ինչի լուսաբանում։ Վճարովի լուսաբանումներ, Այդ գործարանա բացվեք կամ բիզնես։ Հա։ Բայց այդ էլի լսարանի հետ տենց շատ անկեղծ մեծ տառերով գրած վճարովի բովանդակություն։ Այս մարդիկ նկատում են այդ։ Դե մենք մաքսիմումը անում ենք նկատելի դարձնելու համար։ Ասենք չգիտեմ, Facebook-ում դնելուց կարող է, չգիտեմ, hashtag-ով դնենք, որ գոնե գույնը փոխի ավելի նկատելի։ Բայց օրինակ քո կարծիքով Հայաստան շուկայում ինչ պետքա փոխվի, որ անկախ մեդիաները կարողանան առանց գրանտերի սեփական ֆինանսավորում ունենան։ Ու կան տենց լսարանի բանը պետքա փոխվի։ Պահելաձև։ Հա։ Բայց այդ ոնց պետքա փոխի, հենց մեդիան չպետք է փոխի։ Հա, պիտի փոխի։ Ու աշճանական process է ինձ թվում է։ Այսինքն նույնիսկ մյուս մեդիաների փորձերը լսանին սովորացնել վճարել բովանդակության համար, ցանկացած մեդիայի փորձ այն մյուսներին օգտակար է։ Քո փորձը մեզ օգտակար է։ Հա, հասկացա։ Որովհետև եթե մարդը հասկանում է, որ բովանդակության համար կարելի է վճարել, հա, որ ուղղակի իր սիրած բովանդակությունը գոյություն ունենա։ Մեր Patreon-ներն էլ են շատ աջակցել, օրինակ շատ ա եղել, որ Patreon-ով ահագին ծախս ենք մենք փակել, որ չլներ կարողա չունենայինք։ Դե այդ եմ ասում, հիմա այդ մարդիկ արդեն սովոր են։ Հա, վճարելու բովանդակության համար։ Այլ տեղից էլ որ լավ բան, լավ product իրան առաջարկեն, էլի պատրաստ կլինեն։ բայց մյուս կողմից մարդիկ հոգնում են էլ այդքան բանի վճարեն ու սովորաբար այդ գիտակից կոնտենտ օգտագործող մարդիկ շատ չեն ու ոնց որ չգիտես այս մարդուն վճարես ես լուրջ եմ ասում այն որ Patreon-ում նայեցի որ 11 տարբեր պրոյեկտների փող եմ տալի նու մեծ մասը դրսից հա չնայած երկու հատը հայկական է բայց այնքան լավ կոնտենտ են այդ մարդիկ տալիս որ չի կարա չտալ ինչ որ նայեցի արդեն ահագին մեծ թիվ էր էլի տենց դե ես թվում է կփոխվի բայց ամբողջական բանի
ընդ որում մեդիայի տեսակից էլ է կախված, էլի։ Հմ, Ինչ բովանդակությունային ծավալի հիմա, չգիտեմ, բանի համար, հետաքննության համար կարողա 2 հոգի 3 ամիս աշխատի։ ըհը, Ու արդյունքում դու ունես տենց բան, մի հատ հետաքննական հոդված ու իրա տարբեր հարթակների ներկայացումները։ Այդ տեսակ բովանդակության համար հույս ունենալ, որ տենց պրոստը հանրությունը բանը անելու, այդ բողոքելու։ ծավալի վճարելու, ու մոտ ապագայում առնվազն պետք չի։ Հմ, Բայց մյուս կողմից այն ամենա ինչ որ գիտակից հատված կարա հակված լինի, որ հենց այդ տեսակ բովանդակության համար վճարի։ Բայց օրինակ մի հատ կներես մի բան հարցնեմ, էլի այդ խոսակցության ընթացքում իդեան եկավ, օրինակ անցած ոդկասթում Վահանեն Ստեփանյան խոսում ենք հանրային տարածքների ու երիտասարդները, որ շատ անգամ հանդիպելու վայրեր կամ առիթներ չեն ունենում։ Մարդիկ ահա շատ on-line են ու դուշխմուշից մի քանի շատ սահմանափակ բաներից են կողմ անելու բան չկա։ Օրինակ չի կարա այդ բացը մեդիան լրացնի։ Օրինակ ինչ որ ակումբներ ունենակ, որտեղ հավաքվեք ինչ որ քաղաքական մանիպուլյացիաներ քննարկեք։ Օրինակ հետաքրքիր օրինակ այս շաբաթ քաղաքական ուժերը ոնց են փորձել լսանին մանիպուլացնեն կամ ինչ որ հետաքրքիր բաներ, որ առիթ կլինի այդ թեմայով հետաքրքրվող մարդկանց հավաքվեն մի հատ ինչ որ հարթակում ֆիզիկապես, on-line չէ, ֆիզիկապես գան նստեն ու դա լինի օրինակ վճարովի, չգիտեմ, մուտք լինի 4000 դրամ, ամեն ամիս 2 հատ կազմակերպեք ու 150 300 հոգի գա ու չգիտեմ 1,200,000 դրամ այդտեղից գա, որը այդ չգիտեմ 2 կամ 3 հոգու աշխատավարձ փակի։ Նայ, մի հատ տենց փորձ ունենք մենք։ Գիտարբուքներն է մեր։ Հա։ Որը մենք անընդհատ մտածում ենք ինչ որ պահից պետք է դարձնել վճարովի, բայց դեռ այդ համարձակությունը չենք ունենում գնալ Ինչի։ դրան։ Որովհետև էլի են, որ ասում եմ, գիտության բլոկը ոնց որ մեր պատասխանատվությունն է ուղղակի, որ անում ենք։ Նաև այդ է, որ ոնց որ այդ միջավայրը մենք ստեղծում ենք գիտությունը հանրայնացնելու, գիտության մարդկանց ու գիտությամբ հետաքրքրված մարդկանց իրար ոնց որ գլուխ հավաքելու, շփման դաշտ ստեղծելու համար, ու այդ մտահոգությունը կա, որ եթե իրան դարձնենք վճարովի, կարող է ինքը հենց այդ ֆունկցիան այդ ձևով չկայանա։ Բայց ինչի ախր հենց այդ մարդիկ, ով այդ ամենով հետաքրքրված են, ողջավորված կլինեն դրա համար վճարեն, որտեվ հասկանում են, որ դա կապահովի ինչ որ մարդկանց աշխատավարձը, ովքեր այդ ամենը կազմակերպում են ու ինքը կարա շարունակական լինի, որտեվ անվճարի համար կամ ինչ որ ուրիշ մեկնա վճարելու, որ ունի ուրիշ կարող է պատկերացում այդ ամեն ինչի մասին կամ չի լինելու ինչ որ փուլից, որովհետև մարդիկ հոգնելու են անվճար աշխատելու կամ սեփական գրպանից ֆինանսավորելու։ Դե դրա համար օրինակ մենք գիտարբուքի շորտ այդ բաներով ենք սերիաներով ենք անում, այսինքն այդպես ինչ որ տարվա մեջ մի 15 շաբաթ գնում է, հետո դադարում է, հետո էլի գնում է, հետո դադարում է, բայց ոնց որ այդ ուղղությամբ բանը ունենք, էլի մտածում ենք ոնց անենք։ Դե էլի շերտեր կան, էլի, չգիտեմ, ուսանողներն են գալի, որ պիտի մտածենք վճարովի դեպքում ինչքանով ինքը բան կլինի, բայց այս բան ինքը ոնց որ կայացած բան է այդ առումով, այսինքն այդ համայնք ձևավորելու առումով կայացած է։ Ու ես օրինակ չգիտեմ կարող է սխալ եմ, բայց իրոք ես հավատում եմ դրան, որ մարդն ինչ-որ մի բանի համար որ վճարում է, վերաբերմունքը լրիվ փոխվում է։ Համ ավելի ինքը պահանջակալ է դա պահանջակալ պահանջող է դառնում, ոնց այդ բառը ճիշտ է։ Պահանջկոտ, հա, պահանջկոտ է դառնում ու համ էլ ավելի
ինչ որ առումով կարա նաև ավելի կարևոր դառնա իր համար։ Դե նայ այդ պահանջկոտը, որ ասում ես, մենք օրինակ գիտարբուկների վճարովի դարձնելու միտքը, որ առաջինը եկել է, ոչ թե մոնետիզացնելու ցա եկել, այլ ասեք չգիտեմ, Eventbrite-ով գրանցվել է 100 հոգի, 20-ն գալիս չէ է գալի։ 50-ը։ Հա, բայց եթե վճարացել Հա, են, բոլորն էին գալու։ Լավ, ստեղից է եկել 95%-ը։ նախնական օրինակ քննարկումը, որ կարելի է դնել վճար, թեկուզ սիմվոլիկ, բայց Հա, ոնց որ թող մարդը 1000 մի հատ դրամ որ լինի։ վճարածը Թող լինի, 1000 ավելի, դրամ լինի։ հա։ Հա, մտածում ենք այդ ուղղությամբ, բայց այդ մի հատ բան է, որը փորձում ենք ու անում ենք, Նոյեմբերյան դուք ելեք չէ, ըլնի օպա ասում, ինչ լինելուն, անենք, ըլնի, ըլնի, հա, ըլի։ ըլի, մենք ըլնի ենք ասում, թող 1000 դրամ լինի, ազիզ, Մեդիայում էլի տենց կան ինչ որ համայնքներ ձևավորելու, ակումբներ ձև, օրինակ բուն ուներ տենց փորձ։ հա, բայց իրանց փակվեց չէ, տարածքում Հա։ են, Կարծեմ Media Max-ը ինչ որ պահի տենց փորձ արեց։ արանք ինչ որ միջոցառումներ Հա, կազմակերպում էին, հա, հիմա Մեդիամաքսի հետ մեր լսողներին համետես գովազդանը, Մեդիամաքսի հետ հիմա համագործակցում ենք, իրանք մեր ոդկասթները վերցնում են, կարճացնում են, հոդված են սարքում, ու ահագին մարդ, լսել որ չի սիրում լսել, սկսում է կարճ կարծում է, հա։ Բայց որ Մեդիամաքսում արդեն rearrange-ի հոդվածները կարող գտնեք, արա իդեաներ, այտենց շատ ինձ թվում է շատ հաջող բան է համագործակցությունը։ Միջայլոց մոնետիզացման առումով Media Max-ը երևի ամենահաջողվածներից է։ Դե Արան դրա մասին նաև գրել էր, USAID-ին երբ Հա, որ փակվեց, շատ մեդիաներ խնդրի առաջ էին կանգնել, օրինակ Media-Max-ը չուներ, որտեղ ինքը կարողանում է գովազդային հա, բյուջեներ ներգրավի։ Կամ, չգիտեմ, հրատարակչությունն է ու մնացած այլ իրենց փող կապակցված գործերն է, որը օգնում է մեդիան պահել էլի։ Համոզված եմ շատ եկամտաբեր չի, բայց դե հա, ինչ որ անձնակազմ հնարավոր լինում պահել։ դե կախված է նաև ինչ բովանդակություն է տալի։ Այ իհարկե։ Օրինակ, այդ մակարդակի մոնետիզացիա հետքը չի կարող անի։ Մենք է չենք կարող։ Ինչի։ Ինչ մակարդակի նկատի ունեք, օրինակ, չգիտեմ, Banksy-ի կամ Հա, նման։ հա։ Հետաքննական մեդիան մի քիչ Դե տարբեր է, բան է։ մեդիայի տեսակները Հա, տարբեր է, հա։ կախված ինչ բովանդակություն է սելի տալիս։ Իսկ Իրանց այդ բաժանումն է լավը, որ ոլորտային բաժանումը հա, կա, թիրախային է ավելի։ իսկ դուք բան այդ հետաքննության վարող այդ տարբեր լրագրողների ցանցերի մեջ միջազգային մտնում եք։ Միջազգային ցանցերի մեջ դեռ չէ, Հա, այդ նաև ճանապարհ է էլի։ բայց ձգտում եք դրան։ Հա։ Բայց ոնց որ գործընկերային ուղիղ այլ երկրների լրատվամիջոցների հետ աշխատում եմ։ Հմ, որտեղ ժամանակ առ ժամանակ ինչ որ շատ մեծ Հա, ինֆորմացիաների սլիվ ալնում ու համաշխարհային այդ ցանցերը սկսում են դրա վրա աշխատեն, օրինակ բանը այդ վերջի մեծերից մեկը բանն էր, չէ՞, Panama Paper-ներ, հա, հա, դրանից հետո էլ եղել է տենց մեծ։ չէ։ Նո, հիմա էս Էփշտեյնի Epstein-ի ֆայլերն, հա։ ֆայլերն։ Բայց դա շատ սյուր է, այդ ովքեր են դրանք, այդ ինչեր են արել, ինչերից են խոսացել։ Դրա վրով մի հատ մեմ կա տեսել ես, որ բան ասում է, այն մարդիկ որ հավատում էին hard մոլորակի բանին, այդ conspiracy theory ոնց է դավադրության տեսությանը, նայում են որ բոլոր դավադրության տեսությունները իրական են դառնում, բացի իրանց։ Այդ Epstein-ի ֆայլերի մեջ նենց ինֆորմացիաները դուրս եկել, որ այդ Reddit-ի ամենավատ անկյուններից դուրս եկած բաները, դավադրության տեսությունները դառնում են իրական։ Բայց Հայաստանում էլ
քիչ ինֆորմացիա չկա։ Ինչ առումով։ Եթե Հայաստանում եղած դատաբազաներն ես ուսումնասիրում բան համադրում, էլի լիքը բան արդյունքում դուրս է գալիս։ Օրինակ ինչ է կարես վերջերս։ Ու ոնց էլի որ պատկերացնեմ ոնց է ինչ նկատի ունես։ Նայ, ստե նաև կասեմ ոնց որ մոտեցման մի քիչ մեր տարբերությունը էլի։ Անհատական դեպքերի փորձում ենք, նու ոչ թե փորձում ենք, եթե խոշոր բան է, անդրադառնում ենք, բայց ցանկացած խնդրի փորձում ենք նայենք, ոնց որ ինքը ինչքան համակարգայնություն ունի։ Նու այս վերջի օրինակը, երբ որ ասում եմ, ասենք, չգիտեմ, հոդված չի, որ ինչ որ մաքսային արտոնություն ստացած մեկը ինչ որ մի հատ նվիրատվություն է արել։ Մենք դրել ենք, չգիտեմ, 3-4 տարվա մաքսային արտոնություններ ստացածների ցանկն ենք հանել իրենց սեփականատերերով բանով ու հանել ենք, չգիտեմ, իմ քայլի քաղաքացիական պայմանագրի նվիրատուների ցանկը ու այս ամբողջական համադրումից դուրս են եկել այդ դեպքերը։ Այսինքն կոռելացիա կա շատ ուժեղ դրանց մեջ։ Շատ ուժեղ չեմ ասի, բայց ոնց որ կան, պնդումը չեմ անի, ոնց որ sense ուղիղ կոռելացիայի, բայց կան, ասենք, չգիտեմ, մաքսային արտոնությունը մարդը ստացել է, դրանից առաջ, դրանից հետո, չգիտեմ, նվիրատվություն արել։ Նույն այս նվիրատվությունների մեծ մասը նաև բնավորության գիծ է բիզնեսի տեսանկյունից ապահովագրելու, այսինքն այդ գործոնն էլ կա։ Բայց այս կամ, չգիտեմ, եթե վերլուծում ենք օրինակ պաշտոնյաների հայտարարները, ցանկալի տարբերակը չի մեր համար, պրոստը գրենք այս մի հոգին, գիտես, ինչքան կանխիկ է պահում։ Եթե հա մեծ դեպքեր կան, կգրենք 1-2, բայց այդ վստահաբար մի հատ ավելի մեծ բանի մաս է։ Այսինքն մենք scrape կանենք ժամանակին տենց այնքան, հետո API ավելացրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 7000 ունի արդեն, մի անգամ սաղ ինֆոն ստանում եք։ Տենց API-ը, որը տենց պիտի մի քիչ դու աշխատես վրան, որ ինքը աշխատի, բայց կհանենք այդ ամբողջ ինֆորմացիան ու կտնենք ոնց որ պաշտոնյա ընդհանրապես ինչքան կանխիկ են պահում կամ ինչքան նվիրատվություն են պահում, ինչքանվա համակարգային է փոխառությունը։ Երբ որ հա դու տալիս ես, երբ որ չգիտեմ, միջինում պաշտոնյան Հայաստանի հայտագիր ներկայացնող պաշտոնյան առնվազն տարեկան միջինում ինչքան նվիրատվություն է ստանում, այս բնութագրումը ընդհանուր ինչ կա համակարգում։ Այսինքն Երբ որ մի հատ դեպքի մասին ես, կարող է գրես, տենց այդ մի պաշտոնյային տենց, չգիտեմ, հանեն, կատաղություն տան բան ու всё, բայց ոնց որ համակարգը նույն ձև շարունակում է գործել։ Բայց եթե գտակ որ համակարգում օրինակ կան շատ փոխառություններ կամ նվիրատվություններ կամ սիստեմատիկ, չգիտեմ, պետական աշխատողները, ով որ հայտարարագիր է տալիս, շատ մեծ քեշ ունեն, այդ նշանակում է որ pattern կա, որոնք մարդիկ չարաշահում են։ Շատ քեշը ինչի համար է մարդկանց, կամ որտեղից է ալնում։ Չգիտեմ, նորություններով տենում եմ, որ մեկի տուն են մտել, չգիտեմ, 40 միլիոն դրամ են հանել կամ $200,000, ասում եմ, տանը եք տես փողեր պահում, չգիտեմ, 2 կիլո ոսկի։ Չգիտեմ, պաշտոնյան, մի հատ համակարգի մաս հանդիսացող պաշտոնյան, որը թոշակառուին ասում է դու քեշ չենք վճարելու։ Հա, դու հետ վճար ես ստանալու թոշակից, եթե։ Այսինքն անկանխիկ գործարքների է քարոզում, բան, սահմանափակումներ է դնում միջև 300,000 եւ այլն։ Այդ նույն համակարգի մաս հանդիսացող պաշտոնյան, ասենք 40 միլիոն քեշ է պահում։ Ինչի համար։ Լավ հարց է, ինչի համար։ Նույն ձև, չգիտեմ, նվիրատվություն է ստանում, հորից, բան, տենց ինչ-որ հորողբորից։ Հələ հորից հորողբորիցը մի քիչ հետաձգելի է, որովհետև ոնց որ համատեղ բնակվող անձինք էլ են հայտագիր ներկայացնում, կարաս գնաս հետևից, գնաս, չգիտեմ, հա կարա ալի, չգիտեմ, տուն է ծախել կամ մեծ տուն են ունեցել ծախելա, կիսելա տղեկի մեջ օրինակ։ Տես դեպքեր էլ են լինում, երբ որ հետագծելի է, բայց անհավանական, չգիտեմ,
ընդհանրապես իր հետ կապ չունեցող, ու առնվազը տեսանելի կապ չունեցող մարդու նվիրատվություն է։ Դե Բայց կոռուպցիոն էլի, ռիսկ երբ որ կա։ դա մի հատ անհատական դեպք է, ոնց է գրեցին, այս ինչ վատ պաշտոնյա է, չէ, այս մեկը այս ինչքան նվիրատվություն է ստացել, հետո նայում ես, հասկանում ես, տենց միջին պաշտոնյա է, էլի այդ առումով, ուղղակի ինքն է դրբի տակ ընկել։ Հա, ու այդ ամեն ինչը սիստեմատիկ բնույթ։ Հա, Անշարժ գույքեր, քեշ։ հա։ Նույն ձև, չգիտեմ, հայտարարներ էլի հայտարարների թեման եթե բանանենք, մի ժամանակ ավելի շատ էր, հիմա այդ քչացա, որ մի հատ մեծ հատված ուղղակի հայտարարիչ չէր ներկայացնում։ Հա, չէին տալի պոստ։ Հա, հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցնում էր, ասում էր, ինչ կա այս մարդիկի հայտարարիչ չեն ներկայացնում, ասում էր դե նայ, ես ամեն տարի սահմանում եմ բաների ռիսկային պաշտոնյաների ցանկ ու իրանց եմ մենակ նայում։ Հա, Այդ ցանկը մի 100 հոգի է։ Բայց 7000 քանի հայտագիր է հավաքում, էլի ամեն տարի։ Ոնց որ ինչի համար անհասկանալի է։ Հա, ինչ որ պահի ինչ որ մի խնդիր լինի, հետագծելիություն կունենա եւ այլն եւ այլն։ Բայց եթե դու չես վերլուծելու այդ դատան, ինչը պարտադիր չի որ ձեռքով անես։ Իրանք հիմա չգիտեմ, բայց միջև վերջերս այդ ձեռով էին անում։ Իսկ հաթաթ կարային մտնեին հայտագիրը հաշվեին։ Ասիկ ծախսերն ու եկամուտները իրան բռնում է թե չէ։ Այդ նույնը մենք տենց բան ենք անում, դատան հանում էինք, մշակում էինք, ռիսկային ցուցանիշներ էինք դնում, հետո ինչ որ մի պահ ասում էինք, եկեք ցեզ էլ ցույց տանք այդ ոնց է պետք է արվի, բայց այս վերջերս աշխատում էին ինչ որ տենց ավելի թվայնացման բանի նախաձեռնություններ կան։ Հուսում, դե API-ն ավելացավ։ Դրանք ոնց կլինի։ Իսկ ոնց ես պատկերացնում այս ընտրություններից առաջ հլա դեռ ինչ մեդիա մանիպուլյացիաներ կտնակ մարդիկ ինչից ուշադիրել են։ Իսկ թվում է ինչից չէ, ումից։ Մարդիկ պետք է ուշադիր լինեն այն աղբյուրներից, որտեղից ստանում են ինֆորմացիան։ Հա, բայց ոնց օրինակ դու չգիտեմ Telegram-ում 15 հատ ալիք է հետևում մարդը կամ չգիտեմ ազնիվ խոսք կամ Facebook-ի իր feed-ում լենտայում հայերեն չգիտեմ ինչ են ասում դրան։ Պատին, Facebook-ի պատին ինչ որ անհասկանալի լրատվամիջոցներից բաներ է հայտնվում ու հետաքրքիր է որ ինչ որ մի թեմա որ դառնում է տաք քննարկվող այդ սունկ սայթերը ինքը շատ հանգիստ կարա առաջարկի ու դու տեսնես վերնագիրը լավ լինի ճիշտ է ինչ որ տառեր ռուսերենով գրած լինի Սուհատասնում այդ բան ասես նայում ես դեպքում որ տառերը քեսը կիրիլիցա է բայց բացում կարծում ու տարածում է մարդ էլի այդպես ոչ մի կարմիր ֆլագ կարմիր դրոշ իր համար չի վառվում որ տառերի քեսը հայերեն չի ոնց մարդ հասկանա ինչ մեդիա ինքը հետևի ընտրություններից առաջ ոնց պաշտպանված լինի որ իրան մաքսիմում քիչ որ չտրվի մանիպուլյացիաների փորձի ստանա ճշգրիտ ստուգված հավասարակշռված ինֆորմացիա նո ամենա առաջինը երբ որ մարդը նայում է որտեղից է ինֆորմացիան ստանում կայքերի դեպքում առնվազն եթե կարա հասկանա որ դրա հետևում մարդիկ կան իրական էլի որ վաղ ուզենաս այդ մարդուն դեմքով տենաս երևի կկարանաս հա իսկ այդ ինչ է ընդհանրում այդ խմբագրության հասցեն կա կայքում լավագույն դեպքում նաև ֆինանսավորման աղբյուրները կա դրած հեռախոսահամար կա մեծամասնությունը չեն նայելու դե վերազնիվ լինենք չեն նայելու դե չես մտնելու լրատվականում տեսնես գլխավոր խմբագիրով կամ ֆինանսական աղբյուրով դե այլ տարբերակ չկա շարունակելու է սպառել տենց ինչ որ կբերի Facebook-ի լենտան ու դե մենակ լրատվամիջոցները չեն եթե ընտրել է իր համար վստահելի չգիտեմ
բան օկտատեր տարբեր հարթակներում, բայց նայ ես օրինակ երբեք ինձ որ ասում են բանը ինչ նայենք, եթե գիտեն որ կապ ունեմ Infocom-ի հետ, եթե չգիտեն էլ չեմ ասում մենակ նայեք Infocom։ Ասում եմ կարող եմ մեկը ասեմ Infocom-ին նայեք, բայց եւս 2-3 հատ պետքա ունենաս էլի ընտրած։ Ու ժամանակի ընթացքում քո համար ոնց որ այդ վստահության բանը ձևավորած լրատվամիջոցներ։ Մյուս անգամ որ ասեն անպայման rearrange-ն եք ասել։ Ստեղից շատ Rearrange-ը կարամ ասեմ հավաստի քաղաքական լուրեր կստանամ։ Rearrange-ը ասում եմ ոնց որ նոր հետաքրքիր մարդկանց բացահայտելու համար։ Շնորհակալություն։ Քեզ ի՞նչն է vocation-ում, ի՞նչն է ոգևորում առաջ տանում մեր ստաված տրադիցիոն հարցը։ Դες ինչը ես տենց մի հատ տենց մոտեցում ունեմ էլի իմ համար, տենց այն որ ինչը գտնում ես ճիշտ արա, հետո ինչ ուզում ա լինի։ Այսինքն անկախ չգիտեմ ինչ իրավիճակ կա, ինչ խնդիրներ կա, չգիտեմ կյանքում, գործում եւ այլն, միշտ է դա առաջ դրթիչ ուժը։ Ինչ որ ճիշտն է պետք է անես։ Հա, ինչ որ ճիշտն է պետք է անես։ Ոնց է այդ այն շրջանակն է, որտեղ դու ազդեցություն վերահսկողություն ունես։ Բայց տենց ոնց որ աշխարհում գործոնները շատ են, էլի։ Դու քոնը անում ես, դրանից հետո ինչ տեղի է ունենում, թե տեղի։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք live քննարկումներ rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, master class-եր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։